2016 թվականի հուլիսի 28-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլու որոշմամբ օգոստոսի 1-ից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն աշնանային զորակոչի առաջին նորակոչիկները։ Այս մասին մեզ ներկայացրեց Նինոս Մինդայի զինկոմիսարիատի մասնագետ Լաուրա Ղարսլյանը։ Զորակոչի մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի շնորհիվ այսօր առավել բարձր հիմքերի վրա է դրված զորակոչային գործընթացի իրականացումը։ Առավել օրինական եւ թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով, որտեղ էլ Վրաստանի зинված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ինչպես երկրի կառավարության, այնպես էլ պաշտպանության նախարարության մարմինների кողմից։ По постановлению премьер-министра Грузии Георгия Квирикашвили за номером 349 от 28 июля 2016 года начался осенний призыв с 1 августа 2016 года и продлится по 31 декабря 2016 год. Призыву подлежат юноши, достигшие 18-летнего возраста до 27 лет. Значит, в настоящее время обрабатываем именные списки по всей территории Ниносминского муниципалитета. А когда получим наряд мы еще не получили, наряд по линии Министерства обороны, по линии МВД Грузии и по линии пробационной системы мы еще не получили, не знаем, что к чему. Поэтому мы пока обрабатываем именные списки наших призывников. А когда получим наряд, тогда поступим к следующему этапу. То есть напишем повестки и будем раздавать по всей Ниносминской территории Ниносминского муниципалитета. Изменений нету, но они могут получить отсрочки по каким-то причинам. То есть есть юноши, которые женатые, у них дети есть, они получают отсрочки. Есть денежная отсрочка, то есть должны заплатить 2000 лари государству и получить 1,5 года отсрочки. Վրաստանում զորակոչը նախատեսված է 18-ից 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար 1 տարի ժամկետով, որը կազմավորվում է Վրաստանի զինապարտության մասին օրենքով։ Զորակոչը կատարվում է տարեկան 2 անգամ աշնանը եւ գարնանը։ Երկրի զինված ուժեր, պետական ռազմական կառույց։ Այս ամենի գլխավոր նպատակն է պաշտպանել Վրաստանի պետական սահմանները եւ տարածքային ամբողջականությունը։ Ես 30 տարի բանակ եմ ծառայել։ Գիտեմ, որ բանակը պետության համար պետք է։ Մի տարի այնպես որ մի քիչ խառն է ամեն բան, որպես կերպը պետությանը չէ, տերորիզմի համար։ Անպայման, ասենք, բանակ եղնի, որպես պաշտպան ժողովրդին, որ պաշտպանեն ժողովրդը հանգիստ դադի, ասենք իրենք ծառայում են ամերիկական ուստավով, մենք ծառայում ենք սովետի, չեմ գար այսօր, ինչ տարբերություն կա իրաց մեջ։ Իսկ այսօր ինչքանով է կարևոր բանակում ծառայելը։ Ինչ է տալիս բանակը յուրաքանչյուր երիտասարդի, մեր քաղաքացիները, որոնք արդեն վաղուց են ծառայել են խորհրդային բանակում, պատասխանեցին։ Երկրի բանակում ծառայելը բոլոր երիտասարդների հոգու պարտքն է, առավել եւս հայ երիտասարդի։ Բանակն ու զինվորական հագուստն է երիտասարդին դարձնում իսկական ու կոփված տղամարդ, ով հարկ եղածի դեպքում կարող է զենք վերցնել ու պաշտպանել իր հայրենիքի սահմանները։ Նախ առաջերտին, որ բանակ ծառայող զինվորը լավ կոփվում է, ավելի մարտական է դառնում։ Ինչպես ասում են, որտեղ այնտեղ ամեն ինչը ռեժիմով է։ Դրա հետ մեկտեղ էլ ավելի ասենք նրան սեր արտնասնում դեպի հայրենիքը։ Եվ ավելի ասենք ավելի ինքը դառնում է մարտական։ Եթե հանկարծ ասված չեն մի բան պատահի ասենք, ինքը արդեն գիտե զենք, որովհետև նրան սովորեցնում են զենք բռնել, չէ։ Ուրեմն չծառայողն ու ծառայողը շատ տարբերվում են։ Դե ես ասենք ծառայել եմ խորհրդային միության ժամանակ։ Այն ժամանակվա ծառայությունը ձեզ ասեմ, ես հիմի չգիտեմ ինչպիսին է, բայց այն ժամանակ ամեն ինչը ռեժիմով էր, ամեն ինչ։ Ես ծառայել եմ մոտավորապես այն ժամանակ 3 տարի 4 ամիս։ 3 տարի 4 ամիս եւ դա մի դպրոց է, որտեղ սովորեցնում են
մարդկությունը, որտեղ սովորեցնում են ուրեմն անկերությունը, որտեղ սովորեցնում են սերը դեպի հայրենիքը։ Մի տարին ինչ է, որ իրենք էլ հրաժարվեն մեկնել խորհրդային մեր Վրաստանի բանակը։ Ես լսել եմ, որ ամեն պայման ստեղծված է, որպեսզի կարողանան ծառայել, լավ մատակարարում է, այդ ավելի ինչ լինի իրենց։ Վրաստանի զինված ուժերում ծառայելը հայրենի եզերքի եւ սեփական ժողովրդի անվտանգության ապահովելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտն է, եւ ժողովուրդը անվերապահորեն սատարում է հանրապետական նշանակության այս միջոցառմանը։ Անձնվիրաբար ծառայելը հայրենիքի նշանակում է լինել երկրի ու ժողովրդի արժանավոր զավակ։ Անվտանգ ծառայություն հայրենիքի պաշտպաններին։